Արշավը Նիկոլ Փաշինյանը սկսում է կառավարության նիստից Չուլան թեմայով, հայտարարություն եկեղեցին, հայկական եկեղեցի եւ Չուլան բառերը մեկ նախադասության մեջ դա այո նույնացման նա նույնացնում է եւ հայկական եկեղեցու լեզվամտածողություն գոյություն ունի եւ ընկալում գոյություն ունի նա նույնացնում է եւ հայկական եկեղեցու բանի արժեքի անկումա փորձում ձևակերպել եւ իմիջիալոց նորից անդրադառնալ դրան այս ամբողջ ընթացքում այն արշավի ամբողջ բովանդակությունը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ հետ միասին եւ նաեւ դրան կցվել են իր վարչակազմի այլ անդամներ ուղիղ տեքստով օգտագործում են նաեւ ադրբեջանական, այսպես ասած, քարոզիչների կողմից։ Այսինքն բառացի վերցնում է եւ օրինակ ասվում է, որ ենթադրենք, այդ տեսեք հայկական եկեղեցին, որ ասում ենք ինքը կազմակերպիչ է, ինքը պիղծ կառույց է անգամ Հայաստանի կառավարիչն է դրա մասին խոսում։ Այսինքն դա այդ ես ուզում եմ ասել, որ այդ արշավը զուգընթաց է սկսվել եւ կարծում եմ համաձայնեցված է ադրբեջանական կողմի հետ։ Եվ այստեղ մի հատ այլ կարևոր բան եմ ես ուզում ասել, նաեւ որ ինչ որ դուք ասեցիք, որ պետությունը պետքա մասնակցի եկեղեցական իշխանությունների ձևավորմանը, բան եւ այլն, դա Նիկոլ Փաշինյանի երազանքը կլիներ, բայց այստեղ մի հատ այլ բան, ես ուզում եմ անդրադառնալ։ Ես կարծում եմ, որ հայկական ապագա ազգային պետությունը պետք է ինքը լինի ազգային հոգևոր պետություն։ Այսինքն, ինչպես եւ ես ասացի, մեր հայ առաքելական եկեղեցին ինքը ունի շատ կարևոր ազգային բովանդակություն, բայց ինքը այնուամենայնիվ եւ առաջին հերթին հոգևոր կառույց է։ Եվ հայ անհատի, հայ հասարակության, հայ պետության եւ պետականության, հայկականության ձևավորման մեջ պետք է լինի երկու հիմնական, այսպես կոչված գործոն։ Մեկը աշխարհիկ գործոնն է, որը աշխարհիկ պետությունն է, մյուսը հոգևոր գործոնն է, որը եկեղեցին է։ Եվ այն ֆրանսիական հեղափոխությունից դեռևս եկած եւ այսօր Հայաստանում ձևավորված եւ այսպես ասած վերցված այդ մոտեցումը, որ եկեղեցին պետությունից անջատված է, ես այդ մոտեցումը անկեղծ ասած չեմ կիսում, հետեւյալ իմաստով չեմ կիսում։ Ես կարծում եմ, որ հայկական ազգային պետականության կառավարումը պետք է ունենա նաեւ անպայման հոգևոր գործոնը եւ դրան կառավարմանը հոգևոր մասով պետք է մասնակցի եկեղեցին։ Այսինքն հայկական ազգային պետությունը պետք է լինի ազգային հոգևոր պետություն եւ դա հնարավորություն կտա հայերին դարձի գալ առ իրենց ինքնություն եւ հնարավորություն կտա հայությանը ապրել նաեւ եւ նպատակներ ունենալ այն իղձերի, որից փորձում է մեզ զրկել Փաշինյանը։ Մի բան եմ ուզում ավելացնել եւ դրանից հետո պատասխանեմ ձեր հարցին։ Տեսեք, ես արդեն ասացի, որ այն երեքսյունը դա ինստիտուցիոնալ ազգայնական սյունն է եւ դրանց կրողները դա ինստիտուցիոնալ գիտելիքի սյունն է, գիտելիքի եւ կրթության սյունն է եւ դրանց կրողները դա ինստիտուցիոնալ հոգևոր սյունն է եւ դրանց կրողները այդ երեք սյունները փաստացի ձևավորում են ընտրանին այն ընտրանին որի դեմ օրինակ նույն բոլշևիկները եւ իհարկե բնականա նեոբոլշևիկ Նիկոլը պետքա պայքարի։ Այդ այն ընտրանին է, որը կարող է հայությանը այս դժոխային բախտորոշ վիճակից հանի։ Բայց Նիկոլը շարժվում է, որ Նիկոլ Փաշինյանը շարժվում է ինչպես եւ բոլշևիկները հետեւյալ սկզբունքով։ Ով ոչինչ էր, դառնալու ամեն ինչ։ Кто был никем, тот будет всем։ Այդ սկզբունքով, այսինքն բոլշևիզմին հատուկ սկզբունքով է շարժվում, հարվածում է հենց նրան, ինչի մասին խոսում եմ, եւ այն վարչակազմը, որ ինքը ունի, սկսած հենց իրենից։ Այդ Նիկեմի, Նիկտոյի վարչակազմն է, ով ոչինչ ա եղել, դարձել է ամեն ինչ։ Ընտրանու վերջնական արժեզրկման խնդիրը դա Նիկոլ Փաշինյանական եւ ընդհանրապես իշխանական համակարգից 35 տարվա իշխանական համակարգի խնդիրն է, որը պետք է ասել նաեւ որ բավականաչափ հաջող իրենք լուծել են։ Եվ մի բան եմ ուզում անդրադառնալ այնուամենայնիվ, որը շատ կարեւոր է կարծում եմ։ Այստեղ ես ուզում եմ անդրադառնալ, այսինքն դիմել
մեր հոգևոր հայրերին ամենայն հարգանքով։ Ես ինքս լինելով հայ առաքելական եկեղեցու հետևորդ, լինելով քրիստոնյա եւ հնարավորինս հետամուտ լինելով բոլոր ավանդական այսպես կոչված ծեսերին, այնուամենայնիվ ուզում եմ մի խնդրանք հորդորով անդրադառնալ մեր հոգևոր հայրին առհետևյալը, որ գնահատականները պետք է լինեն արդար, համակողմանի եւ առանց բացառությունների, որտեղ ճշմարտությունը, որի առաջնային կրողները մեր հոգևոր հայրերն են եւ մեր եկեղեցին, այդպեսին պետք է լինի։ Եվ այստեղ կոնկրետ դեպք եմ ուզում շատ անդրադառնալ։ Երբ որ Փաշազադեն Ալիևի հետ միասին եւ մնացածները այդ նույն տիրույթում հակահայկական, հակաքրիստոնեական, հակահայ առաքելական եկեղեցի ելույթներ կամ հայտարարություններ են անում, հայ առաքելական եկեղեցի, նույնիսկ Հայաստանի ներսում համապատասխան ելույթներ եւ հայտարարություններ եւ հայ առաքելական եկեղեցին հստակ դրան արձագանքում է, որը շատ գովելի է եւ հարգանքի արժանի։ Բայց երբ որ Համայն Ռուսիա պատրիարք Կիրիլը գնում է Ադրբեջան եւ Ադրբեջանի կառավարիչներին Ալիևին եւ իր կնոջ հետ հանդիպելիս այն Ալիևին եւ այն կնոջը, որոնք այդ ամբողջ հակահայ եկեղեցական շարժումը բնական է, չէ՞ որ կառավարում եւ կարգավորում եւ համակարգում են։ Եվ Ալիևի կնոջը բարձրագույն շքանշաններից մեկն է տալիս Ռուսիո, այսպես ասած քրիստոնեական եկեղեցական որպես մեծն գործիչ, քրիստոնեական այն կնոջը, որի ամուսինը եւ ինքը իրար հետ ոչնչացնում են ամբողջ քրիստոնեական հայկականը եւ Արցախում եւ Նախիջևանում չմոռանանք 2005-2006 թվերին ոչնչացրեցին ամբողջ Ջուղայի համաշխարհային նշանակություն ունեցող խաչքարերի այդ այգին, այսպես ասած։ Այդ արարքը Ռուսիո պատրիարքի որևէ արձագանք չստացավ մեր եկեղեցական հայտարարությունների մեջ, որևէ Ինչով եք բացատրում։ Ես որևէ կերպ չեմ ուզում բացատրել, այդ ասեմ ինչի, որովհետեւ բացատրությունը իմը չի, բացատրություն պետք է տան իրենք թե ինչու։ Բայց ես փաստն եմ արձանագրում եւ ասում եմ հետեւյալը, որ մոտեցումները հակահայության, հակահայկականության, հակահայ դավանաբանության, հակահայ ազգային եկեղեցու դեմ բոլոր մոտեցումները ում կողմից էլ դա լինի կազմակերպված, դա լինի Ռուսիո կողմից կազմակերպված, Վատիկանի թե թուրքական կողմից, պետք է ստանան նույն արձագանքը իմ համեստ կարծիքով։ Փաշինյանը իմ բանով, մեր ընկալմամբ եւ մեր մոտեցմամբ, մեր համոզմունքով եւ փաստերով դա չի ներկայացնում Հայաստանը եւ հայությունը։ Փաշինյանը ներկայացնում է իշխանական համակարգը եւ իր վարչակազմը։ Փաշինյանը ներկայացնում է աշխարհը ինչպես է գնահատում կամ ում հետ է նստում բանակցում Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ։ Օրինակ բանակցում է Պուտինի հետ Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ, բանակցում է Ալիևի հետ, Էրդողանի հետ։ Իրանց հետ է բանակցում աշխարհը Հայաստանին վերաբերող հարցերի շուրջ։ Իսկ Փաշինյան Այսինքն մենք այդ ինստիտուտներ չունենք, Նիկոլ Փաշինյան այդ ինստիտուտները տապալված են, ասկին պետական ինքնիշխանությունը տապալված վիճակում է։ Փաշինյանը ինքը կրսեր գործընկերի կարգավիճակ ունի այդ իմ թվարկած անձերի մոտ եւ նա որպես կանոն կատարում այն հրահանգները կամ այն հանձնարարականները, որ իրան գալիս է։ Փաշինյանը հայության եւ հայկականության հետ կապ ունի այնքանը, որ Փաշինյանական վարչակարգը, ինչպես եւ իշխանական համակարգը, որին ես անդրադարձա 35 տարի Հայաստանը տիրող, ինքը ապազգային է, հակապետական է, կորպորատիվ է, օտարիշահիր սպասարկող է եւ հակահայ է։ Դա այդպես։ Հիմա ինչ վերաբերվում է եկեղեցականների բարեվարկությանը, եթե Փաշինյանը ասում է նրանք բարեվարկ չեն, դա չստացվեց, որ նրանք բարեվարկ չեն։ Փաշինյանի ասածը այդ տեսակետից զերո նշանակություն ունի, բայց այստեղ անդրադառնամ նաեւ Սրբազան Միքայել Աջապյանի ասացին, որը երեք, եթե չեմ սխալվում, դրա մասին խոսել է, նա նաև ճանաչում է փաստը, որ հոգևորականները սրբեր չեն, հոգևորականները նույն մարդիկ են եւ նրանք կարող են սխալներ գործած լինել։ Բայց ինչպես եւ կուսակրոն հոգևորականի որպես անձ, որպես մարդ, այնպես էլ ցանկացած այլ մարդու անձնական կյանքը դա հանրայնացման ենթակա չի։ Եվ անձնական կյանքի հետ կապված խնդիրները, եթե կան,
ունենք ուսակրոն հոգևորականների մոտ, եթե ենթանենք բարեվարկության հետ կապված խնդիրներ կան, ապա այդ խնդիրների լուծողը հենց եկեղեցին է եւ եկեղեցին ինքը դրանով զբաղվում է։ Եւ ի վերջո Նիկոլ Փաշինյանը չի, որ պետքա բարեվարկությունից խոսի, ելնելով հենց գոնե առնվազն ուրիշ բանի մասին չեմ էլ ուզում խոսել, որտեղ փաստերը հազարավոր են։ Ելնելով հենց թեկուզ այն բառամթերքից, որ ինքը օգտագործում էր հոգևորականության եւ եկեղեցու մասին խոսելուց, ինչ բարեվարկության մասին է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը ժամանակին, ես չեմ կարող ասել, ինչքան ժամանակ առաջ ազգային ժողովի ամբիոնից եթե չեմ սխալվում, հայտարարեց, որ չոքացնելու է, բառից բուն իմաստով, չոքացնելու է եկեղեցականներին, հոգևորականներին։ Մա այդ նպատակը դա է, ինչպես եւ ասեցի, այդ իրեքսիոններից հիմա տվյալ դեպքում խոսում ենք հոգևորության մասին, հոգևորությանը արժե զրկելն է եւ ճակերտենք չոքացնելն է։ Մինչեւ այնքան ինչքան կարողանա գնալ։ Հիմա ես կարծում եմ եւ վստահ եմ, որ հազարամյակների պատմություն ունեցող ազգային առանձնահատկություններով, խորքային, հենքային առանձնահատկություններով հայ առաքելական եկեղեցին այն կառույցը չի, որին Փաշինյան Նիկոլը իրս ով ոչինչ էր դարձել ամեն ինչ այդ կազմով կարող է չոքացնել, նա կարծում եմ հնարավոր չի, բայց նա այդ պայքարը մղելու է մինչև իր կառավարման վերջը։